Բարև ձեզ, եթերում Հայաստան եւ աշխարհն է։ Այսօրվա մեր թողարկմանը դիտեք։ Հայաշատ Հալեպում շարունակվում է զինյալների ազատագրումը։ Իրանական սպառնալիքներ համաշխարհային քաղաքական ամենաբարձր հարթակից։ Սեքս սկանդալ Պակիստանում, սեռական բարձրաստիճան հարաբերությունների բացահայտում իսլամական երկրում։ ԱՄՆ-ն Ադրբեջանի քարոզչությունն օգտագործում է Իրանի դեմ։ Այս թեմային անդրադարձել է ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը։ Նախ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում այսօր տեղի ունեցած ամենակարևոր իրադարձություններին։ Նյու Յորքում մեկնարկած ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 67-րդ նստաշրջանն իրոք թեժ է անցել։ 120 պետությունների ու կառավարությունների ղեկավարների ներքաղաքական վարչությունների ներկայացուցիչների առաջ ելույթ ունենալու իր վերջին հնարավորությունից լիովին օգտվել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը։ Աշխարհի գերտերությունների կողմից Իսլամական Հանրապետությանն ուղղված միջուկային հավակնությունների մեղադրանքը շարունակվում է։ Իրանի նախագահը փորձել է եւս մեկ անգամ խիստ դատապարտել Իսրայելին ու Միացյալ Նահանգներին իր երկրին հարձակման թիրախ ընտրելու համար, ընդգծելով, որ կիրառվում են երկակի ստանդարտներ։ Ահմադինեժադը ակնարկելով Իսրայելին հայտարարել է, որ ՄԱԿ-ի անվտանգության վետոյի իրավունք ունեցող որոշ անդամներ աչք են փակում, որ մի կեղծ վարչակազմ արտագլխիկներ է ստեղծում, մինչդեռ խոչընդոտում են այլ երկրների գիտական զարգացումները։ Իսլամական երկրի ղեկավարի ելույթի ժամանակ իսրայելական կողմը լքել է դահլիճը։ Ահմադինեժադը հայտնել է, որ իր երկիրը լուրջ չի ընդունում Իրանի դեմ ուժ կիրառելու հրեական սպառնալիքները։ Ամերիկյան կողմը իրանական ելույթը որակել է որպես զզվելու վիրավորական, իսկ Իսրայելն այն պարզապես անվանել է անարգանք։ Իրանական պատվիրակությանը բողոքի գործողություններով են ընդունել նաև Նյու Յորքի հյուրանոցում, որտեղ նրանք իջևանել են։ Ցույցի մասնակիցները պահանջել են հյուրանոցից դուրս վռնդել Իրանի ներկայացուցիչներին ու արտաքսել Միացյալ Նահանգներից։ Սիրիական զորքերը շարունակում են Հալեպը զինված խմբավորումներից ազատագրելու հատուկ գործողությունը։ Բանակային ստորաբաժանումները քաղաքի արևելքում իրենց հսկողության տակ են վերցրել մի քանի թաղամասեր։ Ոչնչացվել է ահաբեկիչների մեծ քանակություն, որոնց թվում եղել են շատ վարձկաններ։ Տարածքը մաքրելու ժամանակ հայտնաբերվել է հրամանատարական շտաբ, որի միջոցով զինյալները կապվել են Հալեպում իրենց համախոհների հետ։ Նախորդին Հալեպի ապստամբները պահանջել են, որ արտասահմանցի զինյալները լքեն քաղաքը։ Մեր ժամանակների բարոյական կերպարի ու մարդկային եւ մասնավորապես ընտանեկան արժեհամակարգի կտրուկ փոփոխությունը ոչ բարոյական ապտակ է հասցրել իսլամական պետությանը։ Սեռական աննախադեպ սկանդալը հատկապես երկրի քաղաքական ամենաբարձր հարթակում անընդունելի ու խիստ դատապարտելի է Պակիստանի համար։ Սեքս իրարանցումը սառը ցնցուղ էր ոչ միայն այս երկրի, այլև առավել ազատամիտ արևմուտքի համար։ Հենց արևմուտքն էլ բացահայտել է ասիական այս երկրում տեղի ունեցող սիրային եռանկյունու մութանկյունները։ Պակիստանի արտաքին գործերի ամենաերիտասարդ նախարար Հինա Ռաբանի Խարի եւ Պակիստանի նախագահի որդի Բիլավալ Բհուտոյի միջև սիրային հարաբերություններ են սկսվել։ Տիկին Հինան ամուսնացած է միլիոնատեր գործարար Ֆիրոզո Գուլզարի հետ եւ ունի 2 դուստր։ Արտասահմանում բարձրագույն կրթություն ստացած 35-ամյա Հինան քաղաքական հարթակ է մուտք գործել 2004 թվականին, շնորհիվ երկրում մեծ հեղինակություն եւ կշիռ ունեցող հարազատների։ Համաշխարհային տաբլոիդներում Playboy-ի անուն ստացած Բիլավալ Բհուտոն Պակիստանի գործող նախագահ Ազիֆ Ալի Զարդարի եւ երկրի սպանված վարչապետ Բենազիր Բհուտոյի որդին է։ Սեռական սկանդալին հետևել է ընտանեկան սկանդալը։ Հոր եւ որդու միջև սառը դժնամանք է առաջացել Հինայի ապահարզանից հետո նրա հետ ամուսնական դաշն կնքելու որդու որոշման պատճառով։ Պակիստանի նախագահը խիստ դեմ է 2 երեխաներ ունեցող կնոջ հետ ամուսնանալու որդու որոշմանը, որը կարող է ոչ միայն վտանգել որդու քաղաքական գործունեությունն, այլև կործանարար լինել իշխող կուսակցության համար։ Հոր ագրեսիվ դիրքորոշումից վրդոված Բիլավալ Բհուտոն սպառնացել է հեռանալ Պակիստանի ժողովրդական կուսակցության նախագահի պաշտոնից։ Ի նշան բողոքի նա հայտարարել է, որ կարող է Հինայի ու նրա երեխաների հետ հաստատվել Շվեյցարիայում։ Եվրոպական այս երկրի ընտրությունը պատահական չէ։ Բիլավալի մայրը Բենազիր Բհուտոն շվեյցարական բանկերում թողել է միլիարդավոր դոլարների կարողություն, որը օրինապես պատկանում է որդուն։ Ասիական բարձրաստիճան սիրավեպը հեփի էնդով կավարտվի թե ոչ, ցույց կտա ժամանակը։ Չեխիայում շարունակվում են զարգանալ ալկոհոլային սկանդալի շուրջ իրադարձությունները։ Դատական գործ է հարուցվել 2 կասկածյալի դեմ, որոնք հետաքննության համաձայն ալկոհոլային խմիչքի մեջ գիտակցաբար են ավելացրել տեխնիկական սպիրտը։ Մեղադրանքն ապացուցվելու դեպքում նրանց սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։ Կեղծ ալկոհոլ արտադրելու միտքը կասկածյալներից մեկի մոտ ծագել է նյութական վիճակը բարելավելու եւ պարտքերը մարելու նպատակով։ Հանցագործներն առևտրի կենտրոններ են ուղարկել ավելի քան 20,000 լիտր մահացու խմիչք։ Առայժմ հաջողվել է ոչնչացնել թունավոր խմիչքի 1/3-ը, որը պատճառ է դարձել 25 մարդու մահվան։
Իսպանացի ճարտարապետի արվեստի գործը հայտնվել է Ռիո դե Ժանեյրոյի ծովափում։ Կնոջ գլխի տեսքով գլուխգործոցի բարձրությունը 12 մետր է։ Արվեստի գործի հեղինակը որևէ բացատրություն չի տալիս իր աշխատանքի գաղափարի վերաբերյալ, այն արդեն որակվել է որպես առեղծվածային։ Կնոջ սպիտակ գլխի մասին դատողություններ անել մնում է միայն այցելուներին։ Շատերի կարծիքով նոր արձանը կարող է դառնալ Ռիո դե Ժանեյրոյի նոր խորհրդանիշը։ Վերջերս Հայաստանում անցկացվեցին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության զորավարժությունները, եւ հենց այդ օրերին չգիտես թե ինչու Ադրբեջանը նույնպես որոշեց իր ազգային զորավարժությունները անցկացնել։ Ինչ կապ կա այս երկու զորավարժությունների միջև, հատկապես եթե հաշվի առնենք, որ զորավարժություններում ադրբեջանական զորավարժություններում ներգրաված էին նաև ռազմածովային ուժերի ստորաբաժանումները։ Ինչ է սա նշանակում եւ ինչպիսի զարգացումներ կարելի է սպասել ադրբեջանական վերջին զորավարժություններից։ Այս մասին կխոսենք ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ այսպես Ադրբեջանում զորավարժություններ անցկացվեցին, որտեղ սրանք արդեն այս տարի, եթե չեմ սխալվում, 5-րդ կամ 6-րդ, ամենայն դեպս բավականին հաճախ են այնտեղ զորավարժություններ անցկացվում եւ ներգրաված են ռազմածովային ուժերի ստորաբաժանումները, ինչից կարող ենք ենթադրել, որ դրանք հայկական երկու հանրապետությունների դեմ չեն կարող ուղղված լինել, այո։ Ում դեմ է սա ուղղված, հատկապես հաշվի առնելով, որ խոսքը Ադրբեջանի մասին է։ Ընդհանրապես ՀԱՊԿ շրջանակներում այս զորավարժությունները, որոնք տեղի ունեցան Հայաստանում, ինչպես գիտենք, բավական լայն արձագանք գտան եւ լրջորեն անհանգստացրեցին մեր հարևաններին, այդ թվում նաեւ Ադրբեջանին։ Եվ սա, այսպես ասած, ոնց որ պատասխան քայլ լիներ մեր հարևանների կողմից, որոնք փորձում էին նաեւ իցույց դնել իրենց ուժը, ապացուցել, որ նրանք չեն վախենում որևէ բանից, իսկ ինչ վերաբերվում է ռազմածովային վարժանքներին, որոնք նույնպես տեղի ունեցան, դա հստակ կարելի ասել մեսեջ է ուղղված նաև Իրանի եւ Թուրքմենստանին որոշակի չափով։ Գիտենք, որ Ադրբեջանը ունի որոշակի խնդիրներ ինչպես Իրանի, այդպես Թուրքմենստանի հետ։ Թուրքմենստանի հետ հիմնականում դա նավթագազային հանքը, այո, Սերդարի հանքը եւ ոչ միայն Սերդարի հանքը, դա նաև Ազերի եւ Չիրաղ հանքերն են, որոնք Ադրբեջանը արդեն մոտ 5 տարի է օգտագործում է, սակայն դա նույնպես համարվում է վիճելի տարածք։ Վիճելի տարածք եւ թուրքմենական կողմը փորձում է վիճարկել այդ տարածքները նաեւ միջազգային ատյաններում։ Արդեն դիվանագիտական լուրջ սկանդալ է։ Այո, դիվանագիտական լուրջ սկանդալ է եւ վերջերս այդ ռազմածովային մեծ տեխնիկայի ձեռքբերումը Իսրայելի կողմից, դա նույնպես ուղղված է, այսպես ասած, մեսեջը հենց հարևաններին, այսինքն Իրանի եւ Թուրքմենստանին, դա լրջորեն անհանգստացում է հենց երկու այս պետություններին։ Հիշեցնենք, որ Թուրքմենստանը նույնպես փորձեր է արել ձեռք բերել ռազմածովային տեխնիկա եւ Ադրբեջանը այդ ժամանակ մեղադրեց թուրքմենական կողմին, որ վերջերս փորձում է խախտել հավասարակշռությունը, ուժերի հավասարակշռությունը Կասպից ծովում, ինչեւ է սա շատ լուրջ խնդիր է եւ Իսկ կարող ենք ասել, որ Ադրբեջանը ավելի մոտ է Թուրքմենստանի հետ պատերազմին, քան Հայաստանը։ Գիտեք, այդ 1996 թվականին Ադրբեջանը եւ Թուրքմենստանը արդեն բավական մոտ էին առճակատմանը, սակայն երկուստեք ջանքերի շնորհիվ հաջողվեց կանխել առճակատումը եւ այնուամենայնիվ դիվանագիտական հարաբերությունները խզվեցին եւ միայն 2008 թվականին, երբ Գուրբանգուլի Բերդի Մուհամեդովը, այսինքն մյուս նախագահը պաշտոնական այց կատարեց Բաքուն, նոր դիվանագիտական հարաբերությունները վերահաստատվեցին եւ փորձեր կատարվեցին շտկել հարաբերությունները երկու պետությունների միջև, այնուամենայնիվ դրանք երկար ժամանակ մնում են բավական սառը եւ հիմա էլ կապված այս վերջի իրադարձությունների հետ բավական լուրջ խնդիրներ կան։ Ինձ մի շատ հետաքրքիր այստեղ զուգադիպություն կա Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատարը, ազգանունը հրամանատարի նույնպես Սերդար է։ Եվ նա 2 ամիս առաջ կարծեմ գնացել էր Բաքու եւ հենց այդ հարցով բանակցություններ էր ունեցել Իլհամ Ալիևի հետ եւ շատ հետաքրքիր է ինչպիսին է Թուրքիայի դերակատարումը այստեղ, այսինքն խոսքը թուրքալեզու երկու պետությունների միջև հնարավոր պատերազմի մասին է, որտեղ առաջնորդի դերը Թուրքիային է պատկանում։ Անթուրքիստական քաղաքականությունը վաղուց է ցույց տվել իր ոչ կենսունակությունը, եւ թուրքերը դա հասկացել են, կարելի ասել։ Այնուամենայնիվ դա ժամանակ առ ժամանակ օգտագործվում է Թուրքիայի կողմից որպես, այսպես ասած, քաղաքական գործիք, քաղաքական լծակ, ըստ իս Թուրքիան կփորձի բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի գործը չհասնի բացահայտ առճակատմանը երկու թուրքալեզու պետությունների միջև։ Այնուամենայնիվ։ Իդեպ ես առաջարկում եմ մեր զրույցը ընդհատենք հենց Ադրբեջանի մասին պատմող տեսանյութով, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք։
Վերջերս ամերիկյան կոնգրեսմեն Դեյն Ռորաբախը խոսել է Իրանի հյուսիսում բնակվող իրանցիների մասին, բնականաբար օգտվել է Ադրբեջանի պատմաքարոզչությունից եւ հայտարարել, որ այդտեղ բնակվող ադրբեջանցիները կտրված են հայրենիքից։ Ադրբեջանական քարոզչությունն այսպիսով օգտագործում է Իրանի հյուսիսում անջատողական տրամադրություններ տարածելու նպատակով։ Ադրբեջանն էլ մեղմ ասած դեմ չէ, քանի որ ըստ Բաքվի ստեղծվել է Իրանի հյուսիսը գրավելու հնարավորություն։ Այս փաստը Թեհրանին շարունակում է զայրացնել Ադրբեջանի խորհրդարանում Ադրբեջանը հյուսիսային Ադրբեջան անվանելու առաջարկներ են հնչել, նկատի ունենալով, թե Իրանի հյուսիսը հարավային Ադրբեջան է։ Իրանական կողմն էլ արձագանքում է հազվադեպ, բայց կոշտ։ Իրանում դեմ չեն, որ այսօրվա Ադրբեջանը հյուսիսայինն է, միայն թե խոսքը իրանական Ատրպատական նահանգի մասին է, որը պատմական հանգամանքների բերումով այսօր վերածվել է անկախ պետության։ Իրանական զայրույթը այսպիսով շարունակում է սաստկանալ, իսկ Ադրբեջանում գոհ են, որ իրենց ստեղծած հակապատմական փաստերը շրջանառության մեջ են դրվում նաև Միացյալ Նահանգներում։ Ինչ է կարծում այն, ինչ կատարվում է Իրանի հետ այս օրերին, այսինքն այն քարոզչությունը, որ արևմտյան երկրները կիրառում են Իրանի դեմ, օգտվելով ադրբեջանական այդ պատմաքարոզչությունից, ուր կարող է սա հասցնել, այսինքն կարող է բերել այնտեղ, որ Իրանը վերջի զայրանա եւ ասի, գիտեք ինչ կա, դուք եք, մենք ենք էլի ձեզ մեզնից ազատել, եկեք ձեզ մեր կազմի մեջ ներառենք, այսինքն ոչ թե հակառակը ստացվի, ինչպես շատերը ցանկանում են, այլ լինի այլ կերպ։ Թերևս այդպիսի սցենար հնարավոր է, եթե ենթադրենք, որ արևմտյան ուժերը այնուամենայնիվ կհարվածեն Իրանին եւ Իրանը կկարողանա դիմակայել։ Այնուամենայնիվ չեմ կարծում, որ պատերազմը մոտակա ապագայում ամենայն դեպս մոտ ապագայում ամենայն դեպս հնարավոր է եւ Իրանում այդպիսի կոչեր ժամանակ առ ժամանակ հնչում են, որ եթե դուք փորձում եք Ատրպատական նահանգը անջատել Իրանից եւ միացնել ձեզ, ինչու՞ չէ, մենք էլ մեր հերթին կարող ենք անել հակառակը, այո, քննարկվել է այդ հարցը։ Այո, եւ Իրանում կան որոշակի ուժեր, որոնք պայմանականորեն կարող են կոչել պանթյուրքիստական, որովհետեւ բավական լուրջ աշխատանք է տարվում Իրանի դեմ, օգտագործելով նաեւ ներքին լծակները, աշխատում են մասնավորապես հենց թյուրքալեզու հատվածի վրա, Ատրպատական նահանգի, եւ դա արդեն, այսպես ասած, գլխացավանք է դարել Իսլամական Հանրապետության համար, կարելի է ասել։ Կա նաեւ այլ ուժ, որոնք փորձում են դրա դեմն առնել։ Եվ երկու կողմն էլ, ասեմ ձեզ, բավականին լուրջ լծակներ եւ բավական լուրջ ուժ են իրենցից ներկայացնում Իրանում։ Ինչ կարող է վերջո լինել, հնարավոր է, որ Իրանի դեմ պատերազմի դեպքում Իրանը այսպես ուղղակի զայրանա եւ ինչպես իրենք էին նշում, մենք ընդամենը մի օրում կհասնենք Բաքու եւ ծեր հարցերը կլուծենք։ Իհարկե, որովհետեւ ինչպես գիտենք, Իրանից բազմիցս հայտարարել են, որ իրանական հրթիռները ուղղված են այդ ուղղությամբ եւ կհարվածեն այն երկրներին, որոնց տարածքից անմիջականորեն հարվածներ կուղղվեն Իրանին։ Այսինքն հնարավոր է այս սցենարը։ Իհարկե Ադրբեջանը կփորձի, այսպես ասած, չեզոք դիրք պահպանել, հասկանալով վտանգը, բայց այնուամենայնիվ դժվար է ասել, թե ինչ կլինի։ Համենայն դեպս չեմ կարծում, նորից կրկնեմ, որ մոտ ապագայում կփորձեն հարվածել Իրանին, որովհետև երկիրը կազմաքանդելու եւ ծնկի բերելու համար կան շատ այլ միջոցներ, ինչպես մենք այժմ տեսնում ենք շատ երկրներում, այո, իհարկե, օգտագործելով հենց ներքին լծակները եւ բարի վերադառնանք Թուրքմենստանին։ Ի վերջո, եթե Թուրքմենստանի հետ այսպիսի խնդիր կա, ինչպես են նրանք պատրաստում եւ այդքան խոսում էլ Նաբուկո, այլ ինչ-որ նախագծեր, ինչպես են նրանք դա պատրաստվում անել, եթե փաստացի գրեթե պատերազմական վիճակում են։ Գիտեք, չի ասի, որ այժմ վիճակը պատերազմական է, այնուամենայնիվ Նաբուկո ծրագիրը, որը այդքան ռոպագանդվում է արևմուտքի կողմից եւ փորձում են այն կյանքի կոչել, հստակ այդ ծրագրի համար հստակ խոչընդոտներ են հանդիսանում հենց Ադրբեջանի եւ Թուրքմենստանի լարված հարաբերությունը, ի վերջո Կասպից ծովի անորոշ կարգավիճակը, թե որտեղ սահմաններ դեռ չկան, այսինքն հստակ սահմաններ չկան, ոչ մեկ չի ուզում զիջել 1 սանտիմետր անգամ անորոշության մեջ էլ նոր հանքավայր է դուրս եկել։ Իհարկե, ոչ մեկ չի ուզում գրեթե 1 սանտիմետր զիջել հարևանին եւ դա բնական է, որովհետեւ Կասպիցը հարուստ է ածխաջրածնային ռեսուրսներով։ Իսկ ինչ որ օրենք կա, որ օրինակ սա Իրանն է գտել, այո, ընդհանրապես մի քանի ամիս առաջ Իրանի նախագահը հայտարարել։ Գիտեք, օրենքը հետևյալն է, եթե գտել ես, ախր խնդիրը կայանում է նրանում, որ ամեն երկիր ունի սեկտորներ, այսինքն նա ունի նաեւ իր ջրային տարածքները։ Եվ եթե մենք նայենք միջազգային իրավունքին, ապա ոչ մի երկիր իրավունք չունի խախտելու իր հարևանի, այսպես ասած, ջրային տարածքը եւ այնտեղ ինչ որ աշխատանքներ տանել։
Այնտեղ ինչ որ այո, փորձել ինչ որ հանքավայրեր շահագործել եւ այլն եւ այլն։ Լավ, իսկ այս ամենի հենց այս ամենի շուրջ, երբ նայում ենք քարտեզին, տեսնում ենք, որ Ադրբեջանը իր բոլոր հարևանների հետ խնդիրներ ունի, առանց բացառության բոլոր։ Սա ինչ ֆենոմեն է։ Ես փորձեցի հասկանալ աշխարհում որևէ մեկ այլ երկիր կա, որ այդպիսի վիճակում է, որ բոլորի հետ խնդիրներ ունի, բայց չգտա։ Ամենամոտը իրենց մեծ եղբայրն է, այսպես ասած։ Սա ինչ է, իրանք կրկնօրինակում են իրենց մեծ եղբոր Թուրքիային, թե սա ուղղակի չկայացած պետության այդ կոմպլեքսի հետևանքն է։ Թերևս sense չկայացած պետության, չկայացած ազգային ինքնագիտակցության, այսպես ասած, ինքնորոշումը, որտեղ ադրբեջանցիները չգիտեն նրանք ովքեր են։ Մինչև ման են գալիս, եւ դա լուրջ բարդություններ է ստեղծում հասարակության մեջ։ Իսկ ինչ կլինի, երբ օրինակ Հայաստանի հետ նրանք հարցեր չունենան, ինչ են անելու, վերցնելու իրենց պատմությունը նորից գրեն։ Գիտեք, այսինքն մեր վրա են ինքնահաստատվում, այո։ Այնուամենայնիվ, եթե Հայաստանի հետ խնդիրներ չունենան, ինձ թվում է ժամանակ կանցնի եւ երկու հարևան ժողովուրդները կկարողանան նորմալ գոյատևել, ինչպես դա խորհրդային միության տարիներին էր։ Չմոռանանք։ Ուղղակի ատելությունը հասել է այն սահմանների, այժմ ատելության քարոզությունը, որ բավական երկար ժամանակ կպահանջվի հարաբերությունները կրկին կարգավորելու եւ փոխվստահության մթնոլորտ ստեղծելու համար երկու ժողովուրդների միջեւ։ Ինչը ներկա այսպես անհնար է թվում իրավիճակում թվում է անհնար։ Այնուամենայնիվ ասեմ, որ երկիրը միշտ ունենում է խնդիր հիմնականում իր հարևանների հետ, ցանկացած երկիր էլ։ Ну հիմնականում ոչ այս աստիճանի, որ հիմնականում դե նրանք ունեն որոշակի նկարտումներ բոլոր իրենց հարևանների նկատմամբ, դա կլինի Վրաստանը, այնտեղ գիտեք, այո, կան որոշակի սահմանայար Դավիթ Գարեջի վանքի, այսպես ասած, պատկանելիության խնդիրը, նշում են, որ Դաղստանի մի հատվածը նույնպես ադրբեջանական տարածք է, Իրանը դե պարզ է, այո, Հայաստանը պարզ է, այսպես եթե դուք նայեք քարտեզը, այսպես կոչված մեծ Ադրբեջանի, ապա այն ներառում է ամբողջ Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքը, Իրանի ամբողջ Ատրպատական նահանգը, Դաղստանի մի փոքր հատվածը եւ եթե չեմ սխալվում Վրաստանի մի փոքր հատված։ Այսինքն Մարնաուլի շրջանի ադրբեջանաբնակ հատվածները, այո։ Եվ հսկայական մի երկիր է ստեղծում։ Անվանումը միայն 36 թվականին։ Անվանումը դա, այո, անվանումը դա ուրիշ խնդիր է եւ այստեղ ոչ մի պատմական հիմք չկա նրանց կողմից պնդելու, որ այդ տարածքները ադրբեջանական են, այսպես կոչված։ Դա ուղղակի աբսուրդի ժանրից է։ Բարի շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Մեր կողքին եւ աշխարհի շուրջը տեղի ունեցող իրադարձությունների մասին պատմող Հայաստան եւ աշխարհ նախագծի այսօրվա թողարկումն այսքանն էր, ցտեսություն։